Ավետարան ըստ Մարկոսի 10 ամուսնալուծության մասին։ Հիսուս այնտեղից վեր կացավ, եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը, և ժողովուրդը դարձյալ գնում խռնվում էր նրա շուրջը, և նա, ինչպես սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց։ Իսկ փարիսեցիները մոտեցան և նրան փորձելով հարց տվին ու ասացին. Օրինավոր է, որ մարդ իր կնոջն արձակի։ Նա պատասխան տվեց նրանց և ասաց. Մովսեսը ձեզ ինչ պատվիրեց։ Եվ նրանք ասացին. Մովսեսը հրաման տվեց արձակելու թուղթ գրել և արձակել։ Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. Ձեր խոստովանության պատճառով գրեց այդ պատվիրանը։ Մինչդեռ արարչագործության սկզբից Աստված արու և էգ ստեղծեց նրանց։ Եվ ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից։ Եվ երկուսը մի մարմին պիտի լինեն, և այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Եվ աշակերտները տան մեջ դարձյալ նույնը հարցրին նրան, և նրանց ասաց. Եթե մի մարդ արձակի իր կնոջը և ուրիշին առնի, շնություն արած կլինի, և մի կին, եթե թողնի իր ամուսնուն և ուրիշ մարդու կին լինի, շնություն արած կլինի։ Հիսուս օրհնում է մանուկներին։ Եվ նրան մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա, իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին։ Երբ Հիսուս այս տեսավ, բարկանալով սաստեց նրանց և ասաց. Թույլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ և արգելք մի եղեք նրանց, որովհետև Աստծու արքայությունը այդպիսիներինն է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու։ Եվ նա վերցնելով նրանց իր գիրկը, նրանց վրա ձեռքը դրեց և օրհնեց նրանց։ Հարուստ մարդը։ Երբ նա այնտեղից ճանապարհ ընկավ, ահա մեծահարուստ մեկը առաջ վազելով ծնկի իջավ, հարցրեց նրան ու ասաց. Բարի վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Եվ Հիսուս նրան ասաց. Ինչու ես ինձ բարի կոչում, բարի չէ ոչ ոք, այլ միայն Աստված։ Պատվիրանները գիտես. մի շնանար, մի սպանիր, մի գողանար, սուտ մի վկայիր, պատվիր քո հորն ու մորը։ Նա պատասխանեց և ասաց նրան. Վարդապետ, այդ բոլորը իմ մանկությունից ի վեր արել եմ։ Արդ ինչ եմ պակաս թողել։ Եվ Հիսուս նրան նայելով սիրեց նրան և ասաց. Քեզ մեկ բան է պակասում, եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ինչ որ ունես ու աղքատներին տուր, և երկնքում գանձեր կունենաս, և վերցրու խաչդ և արի իմ հետևից։ Եվ մարդը այդ խոսքի վրա խոժոռված գնաց տրտում, որովհետև շատ հարուստ էր։ Եվ Հիսուս այս կողմ այն կողմ նայելով, ասաց իր աշակերտներին. Ինչքան դժվարին է Աստծու արքայություն մտնել նրանց համար, որ հարստություն ունեն։ Եվ աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա։ Իսկ Հիսուս դարձյալ պատասխանեց նրանց և ասաց. Զավակներս, ինչքան դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, որ իրենց հույսը դրել են հարստության վրա։ Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծու արքայությունը մտնի։ Եվ աշակերտները առավել ևս էին զարմանում ու միմյանց ասում. Ապա ուրեմն ով կարող է փրկվել։ Նայելով նրանց Հիսուս ասաց. Մարդկանց համար այդ անհնար է, բայց ոչ Աստծու համար։ Պետրոսն սկսեց նրան ասել.
Ահավասիկ մենք թողել ենք ամեն բան եւ եկել ենք քո հետևից։ Հիսուս պատասխանեց եւ ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար, կամ ավետարանի համար, եւ այժմ, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա, տներ եւ եղբայրներ եւ քույրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ, հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է հավիտենական կյանք։ Սակայն շատեր, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջիններ առաջին։ Վերստին կանխասացություն մահվան եւ հարության մասին։ Եվ Երուսաղեմ ելնելու ճանապարհի վրա էին, Հիսուս աշակերտներից ավելի առաջ էր գնում, իսկ նրանք, որ նրա հետևից էին գնում, զարմացած էին ու վախենում էին։ Եվ նա նորից վերցնելով 12-ին առանձին սկսեց ասել նրանց, թե ինչ բաներ պիտի պատահեն իրեն։ Ահա ելնում ենք Երուսաղեմ, եւ մարդու որդին պիտի մատնվի քահանայապետներին ու օրենսգետներին, եւ նրան մահվան պիտի դատապարտեն, ու հեթանոսներին պիտի հանձնեն, նրան պիտի ծաղրեն, նրան պիտի ծեծեն ու նրա վրա պիտի թքեն, եւ պիտի սպանեն, եւ երրորդ օրը նա հարություն պիտի առնի։ Զեբեդոսի որդիների խնդրանքը։ Զեբեդոսի որդիները, Հակոբոսը եւ Հովանեսը, գնացին նրա մոտ եւ ասացին նրան. «Վարդապետ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ինչ եք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնորհ արա մեզ, որ նստենք մեկս քո աջում եւ մյուսս ձախում, քո փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չեք իմանում, թե ինչ եք խնդրում։ Կարող եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտվությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմեք, եւ այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Այդ լսելով 10 առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի եւ Հովանեսի վրա։ Հիսուս նրանց իր մոտ կանչեց եւ ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ իշխանավորներ համարվածները տիրում են նրանց, եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրա։ Ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը, եւ ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի, որովհետև մարդու որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու եւ տալու իր անձը, որպես փրկանք շատերի փոխարեն»։ Կույր Բարտիմեոսի բժշկումը։ Եվ եկավ Երիքով, եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմեի որդին, կույր Բարտիմեոսը, նստել մուլում էր ճանապարհի եզրին։ Երբ լսեց, թե անցնողը Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. «Դավթի որդի, Հիսուս, ողորմիր ինձ»։ Եվ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առավել եւս աղաղակում էր. «Դավթի որդի, ողորմիր ինձ»։ Հիսուս կանգնեց եւ հրամայեց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին եւ նրան ասացին. «Քաջալերվիր, վեր կաց, կանչում է քեզ»։ Եվ նա դեն գցելով իր զգեստները վեր կացավ եկավ Հիսուսի մոտ։ Հիսուս նրան ասաց. «Ինչ ես ուզում, որ քեզ անեմ»։ Կույրը նրան ասաց. «Վարդապետ, աչքերս թող բացվեն»։ Եվ Հիսուս նրան ասաց.
Գնա, քո հավատը քեզ փրկեց։ Եվ իսկույն նրա աչքերը բացվեցին, և ճանապարհին գնում էր նրա հետևից։